Որն է Հայաստանը հետևում է Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքներին։ 100 ոստիկան, փրկարար ծառայության 212 ծառայող, մոտ 200 կամավորներ փնտրում են փոքրիկին, որն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Նա մեծ եղբոր հետ է տնից դուրս եկել, մեծ եղբայրը վերադարձել է, ինքը ոչ։ Տիգրանի եղբայրը համր է, չի կարող պատմել, թե որտեղ է թողել 3 տարեկան եղբորը։ Փոքրիկին փնտրում են 7 ուղղություններով, կան մի շարք վարկածներ, որոնք առաջ են քաշել գյուղի բնակիչներն ու Տիգրանի հարազատները, սակայն դրանցից որևէ մեկը դեռ չի հաստատվել։ 3-ամյա Տիգրանի անհետանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով։ Ըստ էության սենսացիոն նորություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական տեսանյութն է հրապարակել Facebook-ում, վերագրելով այն սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից։ Փաշինյանը նշել է, որ կանոնագիր Քայոցի համաձայն մեջբերում Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը։ Հետևաբար նա կարգալույծ է։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, եւ Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարակ մատուցել Հովանավանքում, ասել է Փաշինյանը, հիշեցնելով, որ այս կիրակի եւս Հովանավանքում մասնակցելու է պատարակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ու վաղը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։ Այսօր նա կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Վաղը Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայաստանում հոսանքի գինը նվազեցնելու հեծի առաջարկը մերժել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Այս մասին հայտարարել է Մերձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա հայտնել է, որ 5 ամիս առաջ հունիսի 6-ին, մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը, Տաշիր ընկերությունների խումբը, որը հեծի սեփականատերն է, դիմել է ՀԾԿՀ նախագահին հոսանքի գինը իջեցնելու առաջարկով 3.6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների եւ կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ, ասել է Կարապետյանը։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է, ասել է Նարեկ Կարապետյանը ու հետևորդներին հարցրել, կարող են ենթադրել, թե ինչու է ԿՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել։ Մեկնաբանություններից մի քանիսում քաղաքացիները գրում են, որ մերժման պատճառը եղել է այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը հենց ինքը կայացնի հոսանքի գինը իջեցնելու որոշումը, այդպես փորձելով սիրաշահել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Պաղեստինյան համաշարժմանը հրադադարը խախտելու համար եւ հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազային։ Իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 90 մարդ։ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկրի պաշտպանական ուժերի զինծառայողները հարձակման են ենթարկվել Գազայի հարավում։ Համասը կտրականապես հերքել է եւ հայտարարել, որ Իսրայելի հարվածների պատճառով հետաձգում է զոհված իսրայելցիների մարմինների վերադարձը։ Թրամփը Իսրայելին թույլատրել է հարվածել Գազային, միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի կարծում, թե հրադադարը սպառնալիքի տակ է։ ԱՄՆ նախագահի խոսքով Թել Ավիվը պատասխանել է Համասի հարձակումներին, քանի որ ունեցել է դրա լիակատար իրավունքը, եւ դա չի համարվում հրադադարի խախտում։ Նրանք սպանել էին Իսրայելի պաշտպանական բանակի զինծառայողի, այդ պատճառով Իսրայելը հարվածել է եւ ճիշտ է արել, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա, որտեղ վաղը նախատեսված են բանակցություններ Չինաստանի ղեկավարի հետ։ Առևտրային պատերազմում Չինաստանին զիջող ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը մի շարք ոլորտներում առաջինն է աշխարհում։ Մենք մի շարք տեղերում իսկապես համար մեկն ենք։ Մենք համար մեկն ենք ռազմական ուժով, զենքի որակով։ Ահա թե ինչու են բոլորը ցանկանում մեզանից գնել։ Մենք առաջինն էինք նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մենք ամեն օր մեկ նավ ենք արտադրում։ Պատկերացնում եք։ Հյուսիսային Կորեա Թրամփի այցի կարևոր կետերից մեկը Չինաստանի հետ առևտրային բանակցությունների հեռանկարն է։ Նա հայտարարել է, որ Սի Ցինփինի հետ հանդիպումից ակնկալում է դրական արդյունքներ։ ԱՄՆ նախագահը ծրագրում է նվազեցնել չինական ապրանքների ներմուծման վրա սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ Չինաստանի նախագահ Սին վաղը գալիս է այստեղ եւ մենք հուսով եմ համաձայնություն կգանք։ Մենք գործարք կկնքենք, դա լավ գործարք կլինի երկու կողմերի համար եւ դա իսկապես հիանալի արդյունք կլինի աշխարհի համար։ Մենք վերջ ենք դնում առևտրային հսկայական դեֆիցիտներին, շուկամուտք գործելու առևտրային խոչընդոտներին, մատակարարման շղթաներին։ Իր ելույթում Թրամփն անդրադարձել է նաեւ Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման գործընթացին եւ հայտարարել, որ այն երկրորդ փուլում է, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ նոր փուլը։
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում արյունալի մարտեր են տեղի ունեցել թմրակարտելների խոշոր ցանց ղեկավարող Կարմիր հրամանատարության դեմ։ Այդպես է կոչվում թմրաբիզնեսով զբաղվող բանդան։ Ըստ վերլուծաբանների, սա Ռիո դե Ժանեյրոյի նահանգի պատմության ամենամահաբեր ոստիկանական գործողությունն է եղել։ Հայտնի է 64 զոհվածի մասին, նրանց թվում 4 ոստիկան, մի քանի խաղաղ բնակիչ։ Ըստ լրատվամիջոցների, բանդայի անդամները կատաղի դիմադրություն են ցույց տվել։ Այրվող մեքենաներով, ավտոբուսներով փակել են քաղաքի հիմնական մայրուղիները։ Առաջին անգամ հանցավոր խմբավորումը օգտագործել է զինված անօթաչու թռչող սարքեր ոստիկանական ուժերի վրա պայթուցիկներ նետելու համար։ Գործողության պատճառով տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ են փակվել։ Բնակիչները ավելի քան 12 ժամ չեն կարողացել դուրս գալ փողոց։ Արյունահեղ մարտի ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Կարմիր հրամանատարության պարագլուխներից Յակո դու Նասիմենտո Մենդեսին։ Գործողության ընթացքում առգրավվել է զենքի մեծ զինանոց, հարյուրներով գրոհային հրացաններ, ատրճանակներ եւ նռնակներ։ Ըստ իշխանության, գործողության նպատակն էր կանխել Կարմիր հրամանատարության տարածքային ընդլայնումը։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել է Ջամայկայում աղետարի իրավիճակի մասին։ Կղզում մոտեցել է Մելիսա փոթորիկը, որը դարձել է ամենահզորը վերջին 100 տարվա ընթացքում։ Փոթորիկն ունի վտանգավորությամբ ամենաբարձր 5-րդ աստիճանը։ Կղզուն մոտեցող 300 կմ/ժ արագությամբ քամի սպառնում է ավերել ամեն ինչ իր ճանապարհին։ Քամուց բացի կղզուն սպառնում են հորդառատ անձրևներ եւ սողանքներ։ Արդեն հայտնի է, որ Ջամայկայից Մելիսա փոթորիկը շարժվում է դեպի Կուբա։ ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում փորձարարական կապիկներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է եւ ագրեսիվ տասնյակ պրիմատներ ազատության մեջ են հայտնվել։ Ջասպեր շրջանի բնակչությանը զգուշացվել է կենդանիների հնարավոր հարձակումների մասին։ Ժամեր հետո հաջողվել է փախուստի դիմաց կապիկներին բռնել բացի մեկից։ Ըստ որոշ տվյալների, Թուլեյնի համալսարանից դուրս բերված լաբորատոր մակականները վարակված են եղել միանգամից մի քանի վտանգավոր հիվանդությամբ, այդ թվում հեպատիտ C-ով եւ COVID-19-ով։ Թայվանում անցկացվել է ընտանի կենդանիների զգեստների մրցույթ, որը նվիրված էր Հելոուինին։ Տասնյակ շներ եւ կատուներ իրենց տերերի հետ դուրս են եկել պոդիում, կրելով վառ ու սարսափազդու զգեստներ։ Կենդանիները ներկայացվել են դդումների, վամպիրների կերպարներով։ Մասնակիցներից մեկը պատմել է, որ ընտրել է դասական սարսափ ֆիլմի թեման։ Մեր կերպարները պարոն վամպիր ֆիլմից են։ Ես հագնված եմ որպես դաոսական քահանա Լամ Չին Յինգ, իսկ իմ շուն Նյունյուն զոմբի է։ Կենդանիները մրցել են ամենաքաղցր ուրվական արքադիդղոսի համար։ Ամենաօրիգինալ եւ կրեատիվ զգեստների հաղթողները մրցանակներ են ստացել։